Գալիս ֆինանսների նախարարը զեկույց անում, խոսում է, ասում է դե մարդու համար, գալիս են, ասում են, չգիտեմ, այս ինչը թոշակը այսքան չի ավելացել, ինչ իսկ դուք ասում եք մարդու համար, ժողովուրդ ճանապարհը մարդու համար չի, ջրամատակարարման համակարգը մարդու համար չի, դպրոցը մարդու համար չի, մանկապարտեզը մարդու համար չի, Չէ, դուք զարմանում եք, որ իրանք նեղվում են տենց դպրոցից, իրանք ոնց են արել, որ իրանք պետքա բանը, իրանք փողերը տանեն Կիպրոսում ֆրցնեն, բերեն Հայաստանում ներդրեն որպես օտար երկրա ներդրում, իսկ այդ դպրոց չունեցող երեխեքները իրանք մոտ բատրակ ու սափրագլուխ լնեն, ոնց է եղել, որ այդ երեխեքը տառերը իմանան, ոնց են իրանք, ով է իրանք մոտ սևագործ բանվորը լնելու, այդ երեխեքը իրանք պետք են որպես սևագործ բանվոր, սափրագլուխների բրիգադներ, քրեական թափթփուկ, որտեղից են այդ ռեսուրսը վերցնելու, որ իրանք քրեական թափթփուկ շարքերը լրացնեն, որտեղից, եթե դպրոցը լինի, մանկապարտեզը լինի, որ հանկարծ երեխեքի առաջին բառերը պապա մամայից հետո ասենք բան չլինի, հայհոյանք չլինի, իրանք ոնց են գոյատևելու այս երկրում, իրանք դրանից են նեղված, իրանք նեղված են, որ իրանց երեխեքին իրանք հնարավորություն ունեն Լոնդոններում բանում տանել, ինչ-որ մի կերպ թքել կպցնելով տառերը սովորեցնել, ստեղի երեխեքը պետք է դպրոց չունենան, տառերը պետք է չիմանան, որ իրանց մոտ սևագործ բանվոր լինեն, իրանց շներին կերակրող լինեն, և առյուծներին կերակրող լինեն, իրանց մոտ սափրագլուխ լինեն, իրանց մոտ գողական թափթփուկ լինեն, որ կրթվեցին այդ երեխեքը, որտեղից է լինելու։ Հա պետք է ասել, պետք է առերեսվել, մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել, հապկի մասին էջեր կան գրած, թե ինչպես ենք մենք հապկի շրջանակներում խորացնելու մեր հարաբերություններ և այլն, Ղարաբաղի մասին էլ է գրած է, որ խաղաղապահները Հայաստանն էլ, բայց խաղաղապահներն էլ երաշխավորում են և այլն, Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա, կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնենք մեր պետությունը, քաղաքական առաջնորդությունը տեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկ չէր վերցնի, Եսա բանակցային թղթերը կբացահայտվեն և կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման դա fake Եվ ես ձեզ ավելին ասեմ, հիմի շատ են ասում, չէ, 2018 թվից, երևի սենց բաներ ան, եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլնեինք, մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել, ուրիշ որևէ մեկը մնար, այսօր Հայաստանի Հանրապետություն չէր լինելու, ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, Եվ այո, սա առաքելությունն է, մենք այս առաքելությունը անում ենք։ Ես 2020 հələ մեր թիմակիցները ասում էին անդադ ինձ ասում են, խես տենց ասում, տենց մի ասա, տենց բան չի կարելի ասել, տենց։ Ես 2021 թվականին ընտրություններ էինք անում, ասացի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուռ ու մուճ պատի տակ կանգնելու եմ։ Հիմա էլ եմ ասում, բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք, հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք ճիշտ է ինտուիտիվ, էդ էլ է պետք է արձանագրել, որ շատ բաներ հնարավոր չէր մաթեմատիկական հաշվարկների ենթարկել, որովհետև հասկանում եք, այդ գիտելիքը, ընդհանրապես ես ձեզ մի բան ասեմ, Ինչա պետությունը մենք նոր ենք սովորում։
Մենք նոր սովորում ենք, թե ինչա պետությունը։ Իրանք չգիտեն ինչա պետություն, իրանք գիտեն, թե ինչա ֆորպոստը։ Մենք էլ ենք ֆորպոստի մեջ եղել, մենք էլ ենք գրպանում եղել։ Բայց մենք որոշել ենք, որ պետքա դուրս գանք գրպանից, մենք որոշել ենք, որ պետքա անկախ պետությունը լինենք, եւ իմիջայլոց մեր ծրագրի մասին։ Մեր ամենաառաջին եւ ամենակարևոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատեվությունը ապահովելը։ Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետության հարատեվությունը որպես ինքնիշխան պետություն։ Որպես ինքնիշխան պետություն։ Բայց այդ որ ասում եք ինչ եք զարմանում, որ ասում է, այդ սխալ է, որ ասում են 29743 քառակուսի կիլոմետր։ Բա ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությանը ըստ էության մի երկիր է եղել, որը պատրաստ է եղել ինչ որ մի զինատեսակ վաճառի, ըստ էության։ Մի երկիր կամ մի տենց տեղ։ Մյուսները ինչի չեն վաճառել։ Մի պարզ պատճառով ասել են հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Ավելին մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Իսկ դա կներեք մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Երբ որ ասել ենք մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Իրանք դրանից են դժգոհ։ Իրանք դրա, այդ որ ասում են այդ 29000-ը վատ է։ Իրանք ասում են ոնց այդ գրպանից պետքա հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք ես այս այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Ամենաբարձրաստիճան մեր այսօրվա զինված ուժերը հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է Ղարաբաղցիների կողմից։ Բայց մենք Ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում։ Ոնց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Բայց մենք դավաճանել ենք, այդ հələ մեզ ասում են դավաճանել եք, էս է կարել, են է կարել, չէ։ Այդ մարդկանց նկատմամբ ոչ միտեղ ես չեմ լսել, որ իրանց պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ ծագումով Ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։ Բայց այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Եթե մենք դավաճանենք, ո՞նց է, իրանք գիտեն, չէ, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ, ամեն ինչ, բա ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում։ Բայց հարցի պատասխանով է տալու։ Ես անունով չնշեմ, բայց ասում եմ, չափազանցություն չկա։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են։ Գալիս են ստեղ, խոսում են, գիտության խոսում են, վայ, գիտությանը, չգիտեմ, զրո բանում, չգիտեմ, աշխարհի միջինը այսքան է, մեր մոտ այսքան է։ 2018 թվից այսքան գիտության ֆինանսավորումը աճել է Հայաստանում 2.8 անգամ։ 180%-ով։ Այսինքն 180%-ով աճել է ու հələ աշխարհի միջինին չի հասնում։ Գիտաշխատողների միջին աշխատավարձ 2000
Վերջին տարիներին ուրեմն աճել է 3.2 անգամ 220%-ով։ Գիտաշխատողների աշխատավարձը։ Եկել են այստեղ գիտության, մեկ էլ գիտության բանն են, սուքն են սգում։ 171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգ։ Եվ այս խոսույթը, տեսեք նույն վերադառնալով ռազմական սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային, այս խոսույթը առանց այն արձանագրման, որ մեր բանակը ոչ թե մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու։ Եթե այս ամեն ինչը իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրանք ուզում են մեզ անդադ հրեն եւ հրահրեն այնտեղ, մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել եւ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո, մենք խոսելու ենք միայն ու միայն բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք, մենք Արցվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են, հա ինչա թուղթա ստորագրած է, հա ինչի այն մեկը նախաստորագրած է, Ժորժ ջան, մոռացել եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ազգային ժողովը վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտածա, ասում են դե վավերացված ուժի մեջ մտածա, այն ստորագրված է, դե ասում են ստորագրված է, այն նախաստորագրված է, այդ է խաղաղությունը։ Բա խաղաղությունը այդ է, բա խաղաղությունը կառուցվում է, բա որ խաղաղություն ըլներ, այս քայլի անհրաժեշտությունը չէր ըլներ, կասեին կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Ասում են, բա մարդու համար է, մարդու համար է։ Հիմա ես դες խելագար թվեր ասեմ։ Դուք գիտեք, չէ, որ այսօր ով է հիշում ընդհանրապես դրա մասին։ Ով է ընդհանրապես այդ թեմային անդրադառնում, չկա տես թեմա, որովհետև։ Ուրեմն 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար։ Տասնյակ տարիներով տասնյակ միլիարդների պետությունը պարտքա ունեցել գործարար համայնքի։ 2018 թվականից մինչև օրս տնտեսական համայնքին վերադարձված ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5.4 անգամ ավելի շատ գումար, քան նախորդող, ասենք օրինակ 2010-ից 17 թվականը։ Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Կներեք այդ թվում նաև գործարար համայնքը ով է վերկենում, ասում հələ մի րոպե, Ժողովուրդ ջան, բա մենք այնքան տառապում ենք, մի կոպեկ չենք կարում պետությունից հետ ստանանք, հիմա ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս է, փողը նստած է մեր հաշվին։ Մարդու համար է սա, թե մարդու համար չի։ Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին։ 2010-ից 17 թվականի համեմատ աճը 9337% կամ 94.4 անգամ։ Այս փողը կոնկրետ մարդիկ են ստացել։ Այդ կոնկրետ մարդիկ մի քանի տասնյակ հազարավոր ընտանիքներ 18-ից այսքան բնակարան են ձեռք բերել։ Այդ մարդիկ են, թե մարդիկ չեն, հա չեմ, բան չունեմ ասելու։ Կան մարդիկ, որ 2 հատ են ձեռք բերել։ Ընտանիքներ, որ 2 հատ են ձեռք բերել։ Մարդիկ են իրանք, թե մարդ չեն։ Մարզերում հիմա համաչափ զարգացման մասին
Մարզերում առաջնային շուկան վերջին 2018-ից մարզերում է, Երևանը չեմ ասում, որ ասեն ամեն ինչ Երևանում, մարզերում նախորդող շրջանի նկատմամբ, այսինքն համեմատում ենք 18-ից 25-ը եւ 10-ից 17-ը, 10,606 բնակարանի ձեռքբերում ա եղել մարզերում, աճը 1104%, բայց այս մարդիկ են, թե մարդիկ չեն։ Այս կելեն ասում են համայնքներից, ասում են վայ, համայնքների դոտացիաները նախորդող նույն շրջանի համեմատ աճել են 232 միլիարդ դրամով։ Այսօր ասում են մենք ընդդիմադիր համայնքների բաներին, վայ, ինչ ենք անում։ Այդ մարդիկ մեր տված փողերից միլիարդներ են ծախսում, մի հատ մեզ շնորհակալություն էլ չեն ասում։ Մի հատ չէ, իրանց ժողովրդին չեն էլ ասում, որ ժողովուրդ ջան, այս փողի 70-80 տոկոսը կառավարությունն ա տվել։ Սուբվենցիաները նախորդող շրջանի համեմատ համայնքներին 119 միլիարդ դրամով կամ 29 անգամ ավել բան ենք տվել, սուբվենցիոն ծրագրեր ենք տվել։ Մեզ ասում են, ես են խոստացել, են խոստացել, են խոստացել։ Այո, մենք խոստացել ենք, որ նվազագույն պարենային Զամբյուղից ավել կլինի նվազագույն թոշակը եւ իրականացրել ենք։ Միջին կենսաթոշակի մասով դեռ խնդիրներ ունենք, որը պետք է հասկանանք, թե ոնց պետք է լուծենք։ Բայց իսկ ինչի չեն ասվում այն բաները, որը չեք խոստացել, որ բայց արել ենք։ Օրինակ, ասում ենք, որ Հայաստանում 700,000 դրամ ստացող շարքային զինծառայող կա այսօր։ Մենք դա չենք խոստացել։ Կամ 16 միլիոնի ծրագրերը, որ սահմանամերձ գոտիներում իրականացնում ենք եւ հիմա շարունակելու ենք։ Մենք չենք խոստացել, բայց արել ենք, որովհետեւ իրադրությունը գնահատել ենք եւ արել ենք։ Եվ ճիշտ ենք արել։ Թվեր են ուզում, աշխատավարձի իրական աճը կազմել է վերջին 5 տարում կազմել է 27.1%, իրական աճը գնաճի էֆեկտները հանած։ Հա, բայց աղքատության պրոբլեմը ինչի չի հաջողվում, ես դες ուզում եմ ասեմ, ինչի չի հաջողվում հաղթահարել աղքատությունը, կրթության պատճառով, դպրոցի բացակայության պատճառով, որովհետև աղքատության մեջ գտնվող մարդուն ինչա պետք, ինչի է նախ ինքը աղքատ։ Կրթության պրոբլեմի պատճառով, այն գոյություն չունեցած դպրոցների պատճառով, բուհերի ցածր որակի պատճառով, գոյություն չունեցած մանկապարտեզների պատճառով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք այդ խնդիրը լուծում ենք եւ պետք է լուծենք։ Այդ թվում խաղաղության բացակայության պատճառով։ Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը։ Որտեղ այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թվին։ Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր եւ իր ժողովրդի ձեռքին։ Եվ ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է։ Որովհետև դա պատմական շրջադարձ է, այն ինչ որ հիմա տեղի ունենում, պատմական շրջադարձ է։ Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Երբեք այսպիսի շանս։ Խոսքը վերջին 5 տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։
Եվ այո, պետք է խոստովանել։ Մենք այդ արդյունքին, մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանը, որը ապրում է, Հայաստանը ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Եվ շատ կարևոր է սա տեսնել, ինչու է կարևոր տեսնել, որովհետև այո, պետքա տեսնել, էլի չեմ հոգնի մեջ բերել նոր կտակարանի այդ խոսքը, որը ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Որն է մեր տարբերությունը 2018 թվի եւ այսօրվա։ Մենք 2018 թվականին բոլորի նման իմիջայլոց, ոչ միայն մենք։ Բոլորի նման նայում ենք եւ չէինք տեսնում, լսում ենք եւ չէինք իմանում, հիմա Հայաստանում հայտնվել է կառավարություն եւ կառավարող մեծամասնություն, ով նայելով սկսել է տեսնել, ով լսելով սկսել է իմանալ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կարճի մեր նորընծա տեսողությունից եւ մեր նորընծա իմացությունից։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այժմ բյուջեի նախագծի քննարկումը ընդմիջվում է առնվազն 4 օրով եւ պատգամավորները եւ խմբակցությունները իրենց առաջարկները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում։ Իսկ մենք ունենք մեկ հարց, ինչպես խոստացել էի, որը կքննարկենք, որից հետո տեղի կունենա քվեարկություն եւ նիստը կավարտենք։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Նարեկ Ղարաբանյանի ներկայացրած պետական թուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։